Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօրվա մեր հանդիպումը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում, ներքին Գետաշեն գյուղում։ Օրվա հյուրը նկարիչ դիզայներ, հագուստի մոդելավորող Լիլիթ Մելիքյանն է։ Լիլիթ Մելիքյան, նկարիչ դիզայներ, հագուստի մոդելավորող։ Ծնվել է 1975 թվականին Երևանում։ 1993-ից 1998 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կերպարվեստի և գծագրության բաժնում։ 2003-ից 2007 թվականներին վերապատրաստվել է ֆրանսիաբնակ նկարիչ դիզայներ, ճարտարապետ Քրիստինե Մկրտչյանի արվեստանոցում։ 2009 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան։ 2002 թվականից Տերյան մշակութային կենտրոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն է։ 1998 թվականից Հայաստանի Հանրապետության դիզայներների միության, իսկ 2011 թվականից Հայաստանի Հանրապետության նկարիչների միության անդամ է։ 2016 թվականին հիմնադրել է Տարազ Արտ հայկական ապրանքանիշը։ Լիլիթ Մելիքյանը համագործակցել և համագործակցում է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրյա անվանի և հեղինակավոր ծրագրերի, մշակութային միջոցառումների, անվանի արտիստների հետ։ Տասնյակից ավելի դիզայներական հրապարակումների, հոդվածների հեղինակ է։ Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում։ 2016 թվականին հեղինակել է հայկական ծաղկած խաչով զգեստ Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի համար։ Վերջինս հենց այդ զգեստն է կրել Գյումրիում պատարագ մատուցելիս։ 2018 թվականին Լիլիթ Մելիքյանը Էթնո-Էրատո ազգային տարազի եվրասիական նորաձևության մրցույթի ժամանակ զբաղեցրել է առաջին հորիզոնականը Կովկասյան ժողովուրդների լավագույն զգեստ անվանակարգում ներկայացնելով հայկական տարազը։ 2016 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության երախտագիտության մեդալով։ Բարև ձեզ։ Ես Լիլիթ Մելիքյանն եմ և ես ղեկավարում եմ Տերյան մշակութային կենտրոնը։ Տերյան մշակութային կենտրոնը ստեղծվել է արդեն երկար տարիներ առաջ և մեր նպատակն է եղել ուսումնասիրել Վահան Տերյանի ժառանգությունը, ինչպես նաև ստեղծել ավանդական հայկական մշակույթի նկատմամբ հետաքրքրություն։ Մենք դառանք հայտնի հասարակությանը մեր գեղեցիկ տարազների հավաքածուներով, որոնք այստեղ են այսօր և դուք կարող եք տեսնել մի փոքրիկ ռեպլիկ, որը մենք իրականացնել ենք Վան Վասպուրական տարազի մասին և մենք բացի այնից, որ պատրաստում ենք տարազները, ձևավորում ենք այդ տարազները և դարձնում ենք նրանց ժամանակակից, մենք ունենք նաև արդեն ամրագրված մեր տարազների մասին ամեն ինչ ունենք տարիների ընթացքում արված գրքերում և այդ գրքերը ես այսօր նաև կթողնեմ դպրոցում։ Ես լինելով նկարիչ դիզայներ իմ ուսանողներին, որոնք սովորում էին մանկավարժականի նկարչական ֆակուլտետում, իսկ ես արդեն դասախոսում էի իրենց, վերում էի իմ արվեստանոց, որտեղ Տերյան մշակութային կենտրոնում նաև կար նկարչական արվեստանոց, որտեղ մենք ստեղծում էինք կիրառական իրեր, հիմա կպատմեմ ինչեր, և այդ երեխաները գալիս էին մեր մոտ նկարելու, անելու իրենց դիպլոմային աշխատանքները և մենք միասին ուսումնասիրում էինք հայկական ավանդական տարազը, սովորում էինք մետաքսի վրա նկարել, որովհետև ես իմ նեղ մասնագիտությամբ մետաքսի նկարազարդող եմ որպես նկարիչ,
Եվ երեխաների հետ պատրաստում ենք տարազներ, երիտասարդ սերնդի հետ։ Առաջին տարազը պատրաստել եմ ես ինքս ինձ համար, որպեսզի այդ տարազով գնամ տարբեր միջոցառումների եւ իմ արտաքին տեսքից երևա, որ ես ոչ ստանդարտ մեկն եմ, այլ նկարիչ դիզայներ եմ եւ ես հետաքրքրված եմ նրանում, ինչ է ստեղծում եմ։ Եվ տարազները բերեցին Տերյան մշակութային կենտրոնին բավականին մեծ համբավ։ Եվ մենք ստեղծեցինք դասարաններ, որովհետև երբ որ ես սարքում էի տարազներ, մարդիկ ովքեր տեսնում էին, թե ինչ տեխնիկայով ենք մենք պատրաստում տարազները, դուք տեսնում եք, չէ՞, տեխնիկաները։ Վստահ եմ, որ շատերը գիտեն ձեռքով ասեղնագործել, գիտեք երեխաները ասեղնագործել, նավանդ աղջիկները։ Իսկ գիտեք, որ հնում ասեղնագործության վարպետները հայ Արքունիքում եղել են տղամարդիկ։ Հարգելի տղամարդիկ, իմացեք, նախկինում հայ տղամարդիկ են ասեղնագործել մեր թագավորների հագուստները։ Եվ մենք սկսեցինք սովորեցնել ասեղնագործության այն տեսակները, որոնք ավանդական հայկական տարազի բնորոշ մասեր են։ Եվ եթե տեսնում եք, այսօր ես ձեզ ներկայացրել եմ երկու տարազ, իրանք իմ սիրած մարզն են ներկայացնում, Վան Վասպուրականի տարազներն են, ինչու եմ հատուկ շեշտադրված ասում Վան Վասպուրականի, որտեղ ես իմ համար պարզել եմ, որ ամեն մարդ ունի իր աչքին հարիր, տարազի տեսակ, իսկ ես սիրում եմ բարդ տարազները, որոնց վրա շատ ձեռքի աշխատանք կա ու եթե տեսնում եք, այստեղ ամեն ինչը ձեռքով արված եւ ինքը բավականին ծանր է, այսինքն մոտավորապես 1 այսպիսի տարազ պատրաստելու համար վարպետը կծախսի մոտ 1 ամիս ժամանակ։ Տարազը բաղկացած է տարբեր մասերից եւ մենք այսօր կխոսանք դրա մասին, եթե ժամանակ ունենանք։ Մենք հասարակական կազմակերպություն ենք։ Հասարակական կազմակերպություն նշանակում է, որ մենք անում ենք ուսումնասիրություններ, մեր հետ աշխատում էին ազգագրագետներ եւ այդ ամեն ինչը մենք ստեղծել ենք հասարակական հիմունքներում, այսինքն մենք անվճար ենք եւ բոլորս անվճար ենք աշխատում մեր սեփական գաղափարները իրականացնելու վրա։ Հետո Հայաստանում երբ որ երկիրը զարգանում էր, գիտեք, որ անվճար աշխատելը դառնում էր անհնար, քանի որ որոշ զբաղվածություն ունենալ ու անընդհատ անվճար ինչ-որ մի բանով զբաղվել, երբ որ դու արդեն էլ ուսանող ես պետք է ապրես, դու կդժվարանաս։ Հիմա ձեր ծնողները չեն կարող, չէ, անընդհատ հասարակական գործունեությամբ զբաղվեն ու ձեզ պատշաճ մակարդակի ապահովեն ձեր կյանքն ու կենցաղը։ Ինչ որոշեցինք մենք։ Մենք որոշեցինք վերաձևավորենք հասարակական կազմակերպությունը եւ ստեղծենք հասարակական կազմակերպությանը կից ձեռնարկատիրական կառույց, որը մեզ հնարավորություն կտար, որ մենք ստեղծեինք նաեւ հնարավորություն էր վարպետներին աշխատելու։ Երբ որ տարազները արդեն պոպուլյար էին եւ բոլորը տեսնում էին մեր տարազները փառատոնների ժամանակ, իդեպ դուք եղել եք երբևիցե տարազֆեստին։ Չեք եկել Երևան ու մասնակցեք, իսկ ուզեիք ձեր մարզում անցկացվեր նման ֆեստիվալ, որտեղ պրոֆեսիոնալ մոդելները գեղեցիկ ցուցադրում են ֆեստիվալը։ Մենք մեր համար նշենք այդ, որ երեխաները ցանկություն են, որտեղ մենք ուզում ենք տարազֆեստը մարզային դարձնենք արդեն։ Տարազի փառատոնի ժամանակ մենք ցույց ենք տալի մեր ստեղծած հագուստները հանրությանը, այսինքն մարդիկ կարող են տեսնել այն, որ ֆիլմերում տեսնում ենք պոդիումներ եւ գեղեցիկ մոդելները ցուցադրում են ավանդական տարազը, նայեք, ավանդական տարազը որպեսզի դառնա ժամանակակից եւ դուք կրեք, պետքա ինքը մի քիչ վերաձևափոխվի, չէ՞։ Այդ դրա համար մենք սկսեցինք դիզայներներով մտածել, ինչպես այսա ձևափոխենք, որպեսզի ինքը դառնա կրելի եւ ամեն մարդ ուզենա այսպիսի շնչով ոգևորված կրի այս հագուստը։ Այստեղ կան մանրամասն նկարագրություններ, թե ինչպիսին է եղել ավանդական տարազը, սա էլ երեխաների համար հատուկ ստիկերներ։ Ինչու եմ ձեզ ցույց տալիս հենց այս գիրքը, ոչ թե այն երկուսը, որովհետև ձեր տարիքից հասկանում եմ, որ դուք բոլորդ շատ ավելի լավ հետաքրքրված կլինեք տարազներով, քան տառերով, որոնք մենք ստեղծել ենք հատուկ այն երեխաների համար, ովքեր Նայեք, երկու ներկիր ինքտ է, մեր բոլոր գրքերը ներկիր ինքտներ են, որպեսզի երեխաները նկարելով, իսկ նկարելը բերում է նրան, որ դու ոգևորված ես ու ինչ-որ բան ես սովորում, երեխաները սիրում են նկարել բոլորը։ Նայեք, մենք այստեղ դրել ենք տառերը եւ այս տառերը պարզ են եւ փոքրիկ երեխաները անգամ կարող են նրանց նկարել, չէ՞ երեխաներ։
տեսեք, այստեղ կա թռչնատառերն են։ Իսկ այս մյուս գիրքը ինքը ավելի մեծ բալիկների համար է, որտեղ այստեղ ավելի մեծ տղաներ եւ աղջիկներ են ինձ թվում է, նայեք իրանք ավելի բարդ են նկարելու համար։ Հիմա նայեք, մենք քանի որ գրաֆիկ դիզայներներ ենք, ինչ սկսեցինք անել մենք մեր տարազների հետ։ Մենք սկսեցինք բոլոր տարազների նախշերը, որոնք որ կարում էինք եւ ասեղնագործում, մենք թվայնացնել։ Ինչ ենք անում մենք։ Մենք վերցնում ենք յուրաքանչյուր իր, դա կարող է լինի հայկական գորգ, դա կարող է լինի հայկական տարազ, դա կարող է լինի պարզապես զարդանախշ, դա կարող է լինի եկեղեցու վրայի քանդակ, դա կարող է լինի նկարիչի նկար եւ իրան թվայնացնում ենք։ Այդ թվայնացնելուց հետո մենք կարող ենք իրեն տպագրել ինչ չափի ուզում ենք եւ ինչի վրա ուզում ենք, հասկանալի է։ Այսինքն, երբ որ ես ունեմ արդեն գորգի համակարգչային պատկերը եւ ինքը կառուցված է համապատասխան ծրագրով, ես կարող եմ այդ պատկերը տպել ոնց այս պատի վրա եւ մեծացնել ինչքան ուզում եմ, այնպես էլ իրան պատկերացնել, որ ինքը կարող է գրքի կազմ լինել, ձևավորել դրանով գիրքը եւ նաեւ ստեղծել այսպիսի իրեր։ Ես հատուկ եմ այնպես դասավորվել, որ ձեզ ցույց տամ նաև։ Գիտեք, երբ որ դուք ուսումնասիրում եք հագուստը, դուք ուզում եք հետո հասկանալ, իսկ ով է այս հագուստը ստեղծել, իսկ ինչ է ինքը մտածել, իսկ որ դարում է ինքը ապրել, իսկ այդ դարում իր հետ ինչ է կատարվել, իսկ ինքը ինչ միջավայրում է ապրել, այդ նույնն է, որ դուք ինչ-որ մի անձի մասին հետաքրքրություն եք կազմում, ուզում եք հասկանալ, ինքը ինչ միջավայրում է ապրել, իսկ մենք ինչ պատերազմների մեջ ենք եղել, շատ հաճախ մենք նայում ենք հայկական ավանդական զարդերին, ես այստեղ զարդեր եմ բերել, այս 100-ից ավել տարեկան զարդ է, որը կրել է վասպուրականցի տիկինը, եւ երբ դու նայում ես զարդերին, դու տեսնում ես, որ ոչ մի կոպեկի վրա հայկական ոչինչ չկա, եւ շատ շատերը, երբ որ չգիտեն հայոց պատմություն, կարող են մեր զարդերը օրինակ տեսնել եւ մեզ բացասական կոմենտ անել եւ ասել, «Էս ինչ թուրքական զարդեր եք օգտագործել», բայց չէ որ պետքա պատմությունը ճանաչելով հասկանալ, որ մենք ապրել ենք տարբեր ազգերի ներքո, այսինքն չէ որ մենք պետականություն չենք ունեցել եւ ապրել ենք տարբեր ազգերի ներքո եւ այդ դրամն ենք կիրառել, այսինքն մենք հնարավորություն չենք ունեցել Տիգրան Մեծից հետո մեր սեփական դրամը ունենալու եւ եթե հիմա էլ նայեք, եթե ուզենաք մետաղադրամ առնեք, որը պատմական է, դուք կգտնեք վաճառքում օրինակ ինչ որ մի բան զարդարելու համար միայն Տիգրան Մեծի կոպեկները, որովհետեւ այդ կոպեկի մոդելն ենք ունեցել, դրանից հետո չենք ունեցել, ճիշտ է, տարբեր թանգարաններում, օրինակ, երբ որ Մխիթարյան միաբանություն եք գնում, այնտեղ կարող եք տեսնել, մենք ունենք նաեւ Մխիթարյան միաբանություն Վիեննայում, ոչ միայն Իտալիայում, եւ դուք կարող եք տեսնել այնտեղ կոպեկների հավաքածուներ, որոնք մենք ունեցել ենք, դա դրամների տեսակները, բայց այսօր պոպուլյար է որպես պատմողական մեր մասին Տիգրան Մեծով մետաղադրամը։ Ինչու որտեղ մենք չենք ունեցել եւ դուք այս ամեն ինչը ուսումնասիրելուց գալիս եք այն եզրակացության, որ պետք է ճանաչել հարևանների մշակույթը նույնպես, հասկանալ ինչու ենք մենք դիմում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, պետությունը դիմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, օրինակ, որպեսզի լավաշը ամրագրի որպես հայկական եւ հանկարծ մենք ունենում ենք ընդդիմադիրներ, որոնք ասում են, չէ, լավաշը մերն է, ինչու է տոլման հայկական, իսկ մի ուրիշ ազգ ասում է սա մերն է։ Այսինքն դուք չեք կարող ուսումնասիրել մի բան եւ հեռու մնաք մնացած մշակութային տարերից, հասկանալի է։ Տարազը գորգը մեր համար շատ կարևոր էր, որտեղ այս տարազ հագնողը ապրում էր մի միջավայրում, որտեղ կային գորգեր, որտեղ ինքը երգում էր երգեր, պարում էր պարեր եւ այդ ամեն ինչը բնորոշ էր հայ մարդուն 18-րդ դարում, 19-րդ դարում, այդ ամենի մասին մենք կարող ենք հայկական թանգարաններում տեսնել նյութեր։ Դիզայներ այդ մի մարդ է, ով կարող է բոլոր ոլորտներում, որը որ ուսումնասիրել է, նաև ձեռքերով աշխատել, այլ ոչ միայն հորինել։ Մենք կիրառական արվեստի մարդիկ, մենք անպայման սարքում ենք մակետները միջև ինքներս ենք պատրաստում, միջև ինչ-որ մի բան ստեղծել է։ Այս հագուստը, որ դու կարում ես հետո ձևավորում ես, ինքը անպայման մակետ է ունենում։ Հիմա մենք ունենք մոդելներ, երբ ուսումնասիրել ենք
ավանդական հագուստը եւ հիմա սարքել ենք իրան նորաձևության մի տար։ Օրինակ դուք հնարավորություն կունենաք ինձանից հետո երևի մեր կայքերը ուսումնասիրելու ու կտեսնեք այս վերնաշապիկը հիմա ժամանակակից ինչպիսի տեսք ունի եւ ինչպես կարելի է վերցնել մի նախշ, օրինակ այս վերնաշապիկի վրա դուք տեսնում եք շատ տարբեր նշաններ, չէ՞։ Այս տարբեր նշանները կարող եք առանձնացնել, երբ որ իրան թվայնացրել եք ու կիրառել հագուստի մեջ։ Ես հիմա հագնել եմ մի վերնաշապիկ, որը վերցրել եմ հայկական գորգից, հետո մտածել եմ, որ գորգի նախշերի գույները շատ պայծառ են, օրինակ իմ առօրյայի համար, դարձրել եմ իրան շատ ավելի քիչ գունեղ, տպագրել եմ եւ արել եմ տարբեր ոճի, տարբեր մարդկանց համար, կանանց, տղամարդկանց, առօրյայի ավելի ժամանակակից, շատ փոքր ֆրագմենտներով, այսինքն դու տպագրում ես այն ինչ որ ուզում ես, մի հատ հատված օգտագործելով։ Եվ դու կարող ես այդ հատվածը հետո ստեղծես դրանով բացիկ, գիրք, մեծ տարբեր իրեր, ձևավորես միջավայրներ, ինչ ենք անում հիմա մենք, հիմա նայում ենք գլխազարդերը, անդադ տղամարդուն եմ նայում, մի քիչ անցնենք կանանց, կանայք գրել են գլխազարդեր, այո, կոպիներ մի քիչ գիտեք, հորինած բառ է այդ բառը, որովհետև ինքը ավելի շատ պատմում է պարի շորերի գլուխների մասին, հա, այդ կոպիները, այդ պարի դասատուների ստեղծած բառ է։ Իրականում մենք այդ գլխազարդը ինքը տարբեր շրջաններում տարբեր անուն է ունեցել եւ օրինակ հիմա այստեղ ես ձեզ ցույց եմ տալի գլխազարդ, որը ամբողջը ձեռքով ժանյակից է արված, հավաքված, սա ձեռագործ է, ասեղով, թելով գործած է, կնայեք կմոտենաք, ինքը կոչվել է Վարդ Թանթանա ու ինքը գրել են իրան բարձր հայկում, այսինքն Էրզրումի եւ Կարինի հայրն են գրել այսպիսի Վարդ Թանթանաներ եւ ինքը համազոր է եղել իր արժեքով այն կոպեկներով սարքածին, ինչ է նշանակում կոպեկներով սարքված գլխազարդ։ Վասպուրականցի տիկինը ամուսնանալուց հետո կրել է գլխազարդ, որը ամբողջովին եղել է կոպեկներից։ Ինչ կոպեկներ են դրանք եղել։ Տեսեք, օրինակ սա զարդեր, օրինակ ըստ ձեզ ինչ կոպեկներ էին։ Այսօրական իր զարդն է եղել։ Ուրեմն, որ պատկերացում ունենաք, սա իր զարդը չի եղել։ Սա իրանց ընտանիքի ունեցվածքն է եղել, որը ինքը կրել է իր վրա։ Այսինքն զարդարանքը եղել է ընտանիքի ունեցվածքը, այստեղ նույնպես մենք տեսել ենք գլխազարդերի վրա ընտանիքի ունեցվածքը եւ այսա այնքան կարեւոր է ժանյակը հայ մարդու համար, որ ընտանիքի ունեցվածքը, որ եղել է կոպեկներ եւ մետաղադրամը եղել է կամ արծաթ կամ ոսկի, համազոր կարեւոր է եղել ինչ ժանյակը։ Պատկերացնում եք ինչքան կարևոր է մեր համար ձեռքի աշխատանքը։ Եվ ավելին ասեմ, հիմա երբ որ մենք գնում ենք տարբեր երկրներ եւ ցուցահանդեսներին հայկական մշակույթ ենք ցույց տալիս, իսկ ես ճանապարհում եմ անընդհատ ու Հայաստան եմ ներկայացնում տարբեր երկրներում, բոլոր ազգերը մոտենում են եւ հատուկ նայում են մեր Վարդ Թանթանաները, այսինքն ժանյակից պատրաստված այս գեղեցիկ գլխազարդերը, ինչի որովհետեւ արդեն աշխարհում շատ քչերն են, որ ձեռարվեստի են տիրապետում եւ սա համարվում է շատ կարեւոր եւ շատ աշխատատար մի բան։ Եղել են այնպիսի դեպքեր, որ դուք հիասթափվել եք դիզայն սովորելուց եւ ինչպես եք հաղթահարել այդ դժվարությունները։ Դիզայն սովորելուց շատ է հիասթափվում, որտեղ ամեն տարի նոր ծրագիր է դուրս գալիս, իհարկե, անցած կյանքդ սովորում ես, եթե դու դիզայներ ես, դու պետք է ամեն օր նոր ծրագիր սովորես, հիասթափությունը միշտ է, պայքարում ես հիասթափության հետ երևի միայն Աստծով, որտեղ այդ քո ներքին պայքարն է քո հետ, այդ ձեր հետ պետքա լինի ամեն օր, որտեղ մարդը, որ ինքնակառավարում չունի, ինքը չի կարող առաջ գնալ։ Պետք է աղոթեք, որ ձեր հիասթափությունը տևի իր վայրկյաններ։ Իսկ հարցս հետեւյալն է. ի՞նչն եք արժևորում արվեստի մեջ։ Ավանդույթը, ավանդույթների շարունակությունն եմ արժևորում արվեստի մեջ, ավանդական արվեստն եմ շարունակելն եմ շատ արժևորում։ Այստեղ ներկայացրել եք տղամարդու եւ կնոջ տարազների օրինակներ եւ տեսնում եմ, որ զարդանախշերը բավականին տարբերվում են իրարից, կասեք, դա պատահականության սկզբունք է, թե ինչ որ միտում կար։ Քանի որ մի հագուստը տղամարդու է, մյուսը կնոջ, շատ
կարևոր է, որ իրանք իրարից տարբեր լինեն, որտեղ կինը տղամարդուց բավականին տարբեր է, եւ բնականաբար զարդանախշերը նույնպես լինում են տարբեր, որտեղ նշանակությունները տարբեր են։ Կնոջ հագուստը եղել է պահպանիչ կնոջ կանացի օրգանները եւ զարդանախշերը արվել են միտումնավոր այդ նպատակով, իսկ տղամարդու ամուր մեջքն ու սիրտն ենք պահպանել, ինչպես նաև միտքը, ասեղնագործությունը եղել է որպես պահպանող մի բան մարդու ներքինը։ Ինչպիսի զարդանախշեր խորհուրդ կտայիք օգտագործել առօրյայում հագուստների վրա։ Ասեմ, շատ լավ հարց էր, որովհետև ես կարծում եմ, որ մեր այսօրվա հանդիպումից հետո պետքա որ գոնե մի քանիսը գնան տուն ու ծնողներին ասեն, որ մամ, ես որոշել եմ, ես դառնալու եմ դիզայներ։ Չէ՞։ Այսինքն դուք եք դառնալու մարդիկ, ովքեր մի բան ստեղծելու եք։ Ինչ զարդանախշեր կրել։ Ես շատ սիրում եմ, երբ որ հագուստում կիրառվում է տառը, ինչու հայկական տառը ինքը միայն մերն է։ Եվ մենք պետք է, օրինակ դուք որ փողոցում հնդիկ եք տեսնում, տեսնում եք, չէ՞ որ այս հնդիկ է, միանգամայն ծերևում է, հագուստից, տեսակից, ես ուզում եմ, որ մեզ էլ ճանաչեն եւ ես ուզում եմ, որ մեզ ճանաչեն մեր տեսքով եւ ես շատ կուզեի, որ հիմա իմ առջև նստած բալիկների, մայկաների վրա ոչ թե գրված ելներ Nike կամ Balenciaga, այլ գրված ելներ հայերեն տառերով, որովհետեւ դա միայն մերն է, եթե լատինատառ այսօր օգտագործում են շատ շատերը, ապա հայկական տառերը օգտագործում են միայն հայերը եւ մենք հավատացեք դուք հիմա ապրում եք Հայաստանում եւ միգուցե դեռ շատ չեք շփվում օտար երկրներում ապրող հայերի հետ, բայց ես ձեզ ասեմ հայ բալիկները մնում են հայ եւ հայ մարդը մնում է հայ լեզուն ճանաչելով։ Ես շատ կուզեի որ զարդանախշը լիներ հայկական տառը։ Ինչու են տարբեր ազգերի գլխազարդերը տարբեր։ Լավ հարց էր, որովհետև իսկ ինչու է բնությունը ամենտեղ տարբեր, միտեղ արև է, միտեղ ձյուն է, միտեղ ցուրտ է, գլխազարդը բացի նրանից, որ ինքը եղել է գաղափարային օրինակ ամուսնանալուց հետո մարդիկ իրանց մազերը կոծկել են, այդ եղել է ավանդույթ, որի մասին նոր ես պատասխանեցի, որ ավանդույթը մեր համար շատ կարևոր է եւ ավանդույթի պահպանումը արվեստում ազգեր է փրկում։ Այդպես էլ գիտեք, եղանակային պայմանները մարդկանց թելադրել են, թե իրանք ինչպես հագնվեն եւ ինչ կրեն, եւ մենք հաճախ գլուխները մեր կոծկել ենք, որովհետեւ մեր մոտ եղել է տաք կամ ցուրտ, եւ շատ տարբեր ազգեր կրել են իրանց կլիմային համապատասխան գլխի զարդարանք, հասկանալի է, եւ զարդարել են այդ զարդարանքը ոնց հարմար են գտել։ Հարցս հետեւյալն է. ինչպես տարբերել կանացի եւ տղամարդու զարդանախշերը։ Զարդանախշերը կարդալով, որտեղ գրականություն կա, որտեղ որ հստակ նշվում է, որ օրինակ տղամարդու զարդանախշը եղել է վիշապը, որտեղ վիշապի զարդանախշը տտառը տեսնում եք, այստեղ կա։ Շատ ամենտեղ պիտի տեսնեք հայերեն տտառ, որը ձեզ թվում է տառը, բայց դա վիշապի նշանն է, վիշապի նշանը ունեցել են տղամարդկանց հագուստում հատուկ, որտեղ ինքը ուժ է տղամարդկանց տվել եւ խելացիություն, այդ դրա նշանն է եղել եւ կանանց մոտ բոլոր պտուղներն են եղել, որտեղ կնոջը կամեցել են լինել պտղատու, այսինքն բերի, որ երեխաներ ծնի կինը, իսկ տղամարդը որ ուժ ունենա եւ խելք։ Այդ է եղել մեր զարդանախշերի իմաստը։ Իմ համար քո արվեստը դպրոցում նախագիծը շատ կարևոր է, որովհետև ես մանկավարժ եմ եւ իմ համար սերունդ կրթելը եւ ձեզ փոխանցելը այն ինչը ինձ երջանկացրել է շատ կարեւոր է, իսկ ես ինձ լիարժեք երջանիկ մարդ եմ համարում եւ ես հույսով եմ որ այս մեր հանդիպումը ձեր մեջ ինչ որ մի բան կփոխի եւ դուք ինչ որ ցանկություններ կունենաք միգուցե շատ փոքրիկ միգուցե դա կլինի մի պահ, երբ որ դուք կհիշեք այս հանդիպումը, գուցե կանցնեն տարիներ եւ դուք կհանդիպեք մեր հետ, մեր կենտրոնի աշխատանքների հետ ինչ որ տարբեր միջոցառումների, բայց ես մեծ հույս ունեմ, որ այս հանդիպումը ձեր համար կլինի կարեւոր եւ ձեր մասնագիտության ընտրության մեջ։ Ես ձեզ մաղթում եմ լինել ազնիվ, հայրենասեր եւ հավատալ։ Հավատացեք, ամենակարևորը հավատալն է։ Այսքանը։
հարցը ինձ օգնեց խորացնել իմ գիտելիքները, ինչպես նաև ստեղծագործական մտածողությունը։ Այսօր բազմաթիվ հայեր ծանոթ չեն հայկական արվեստին, ինչը հետագայում կարող է դառնալ հայկական պետականության առնվազն ցածր մակարդակին գտնվելու կամ էլ արվեստի ձուլման պատճառը։ Այդ իսկ պատճառով նման միջոցառումները շատ կարևոր նպատակ են հետապնդում։ Ես շատ տպավորված եմ եւ ուզում եմ ասեմ, որ ես նույնպես ուզում եմ դառնամ դիզայներ։ Ինձ հիմնականում դուր եկավ հենց տարազները, թե տղամարդու, թե կանանց, որ ենք ցտրում են։ Շատ տպավորված եմ, այսօր շատ նոր բաներ իմացա հայկական զարդարվեստի տարազների եւ նախշագործության մեջ եւ կուզենայի, որ այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ ունենան։ Ես շատ բաներ սովորեցի, ինչպես նաև մտածեցի, թե ինչ ուղղությամբ կարող եմ գնալ դիզայներական, ստեղծագործական ուղղությամբ։ Շատ ուրախ եմ, որ Լիլիթ Մելիքյանը եկավ եւ ցույց տվեց այդ տարազները մեզ։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Հիմա սև ու սպիտակ։ Լուսաբաց, թե մայրամոտ։ Մայրամոտ։ Սուրճ, թե թեյ։ Սուրճ։ Ինքնաբուխություն, թե պլանավորում։ Պլանավորած գործողություն, բայց էլի հիմա։ Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ Լռություն միանշանակ։ Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ Երևի կովիդը։ Կովիդի պատճառով ես սկսեցի բույսեր աճացնել ու այսօր ունեմ ֆանտաստիկ բույսերով պարտեզ։ Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ Աստվածաշունչ։ Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ Խնձոր։ Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ Միտք։ Ժամանակակից, թե դասական արվեստ։ Ժամանակակից։ Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ Սիրուց։ Որն է արվեստագետի գերբնական ուժը։ Տեսնելը։ Գերբնական ուժը, իմ կարծիքով, որտեղ արվեստագետները ավել են տեսնում։ Առանց ինչի չեք կարող ստեղծագործել։ Առանց հավատի, որտեղ է տենց տրվում է։ Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ Աշխատասիրություն։ Որն է ձեր կյանքի կարգախոսը։ Չունեմ։ Ու կարգախոսներից փոխվում են անդադ։ Ինչն է ավելի կարևոր։ Ձևը, թե բովանդակությունը։ Բովանդակությունը միանշանակ։ Ինչն է ավելի դժվար։ Խոսել, թե լռել։ Լռել։ Որ զգացմունքն է առավել մոտ ձեր ստեղծագործությանը։ Սեր երևի։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Աշխարհին շատ եմ ուզում, որ խաղաղություն լինի ու շատ եմ ուզում, որ մարդկությունը չվերանա ու մեկ ուղերձս, որ խաղաղություն լինի։